Իրանի հոգևոր առաջնորդը առիթը բաց չի թողել խոսելու իսլամի մասին։ Նա դաժան քննադատության է ենթարկել առհասարակ արևմտյան քաղաքակրթությունը։ Նրա համոզմամբ արևմտյան արժեքները հակասում են իսլամի սկզբունքներին եւ մահմեդականները երբեք չպետք է հետևեն արևմտյան նորմերին։ Այդ առումով դատապարտել է արևմուտքի երկակի ստանդարտները, երբ նույն ԱՄՆ-ն չի դատապարտել օրինակ Իսրայելի գործողությունները Պաղեստինում եւ Լիբանանում։ Իրանի ղեկավարությունն ինչ որ առումով արդարացի է քննադատում ԱՄՆ-ին, բարեկամներ։ Իսրայելը պարզապես հողին է հավասարեցրել Գազայի հատվածը եւ բազմաթիվ անմեղ մարդիկ դարձել են զոհ ու փախստական իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։ Թրամփը ոչ միայն սկսել է ավելի շատ զինել Իսրայելին, այլև անգամ հայտարարել, որ պաղեստինցիներին պետք է տեղահանել Գազայից եւ բնակեցնել հարևան երկրներում։ Սա իսկապես չի տեղավորվում ՄԱԿ-ի հռչակած համամարտկային սկզբունքների եւ նորմերի մեջ։ Բայց եթե ԱՄՆ-ին կարելի է մեղադրել պրոիսրայելական միակողմանի դիրքորոշման համար, ապա այնպես չէ, որ Իրանի ղեկավարությունն անմեղության տիպար է։ Բանն այն է, որ Իրանի հոգևոր առաջնորդն անգամ հայտարարել էր դեռ 2000 թվականին, որ Իսրայելը տարածաշրջանի ուռուցքն է, որը պետք է հեռացնել։ Այսինքն Իրանի իշխանությունն առհասարակ սպառնում է ոչնչացնել Իսրայելը որպես պետություն։ Բազմիցս են Իրանից հնչել իսրայելական քաղաքները աշխարհի երեսից սրբելու սպառնալիքները։ Իրանի ղեկավարությունն էլ իր հերթին ուղիղ զինելով, աջակցելով տարբեր խմբավորումների մերձավոր արևելքում նույնպիսի դաժան հարձակումներով հարվածում է Իսրայելին եւ փորձում սեփական շահերն առաջ տանել։ Հենց նույն Խամենեին հռչակել է, որ իսլամական հեղափոխությունը պետք է տարածել աշխարհում եւ ստեղծել միասնական իսլամական քաղաքակրթություն, ընդ որում հզոր դիմադրություն ունենալով ԱՄՆ-ի եւ արևմտյան քաղաքակրթության դեմ։ Թեև Իրանի ղեկավարությունը շեշտում է, որ դա պետք է արվի բացառապես խաղաղ ճանապարհով, բայց դե հողի վրա տեսնում ենք, թե ինչպես են պրոիրանական ուժերը, Համասից մինչև Հեզբոլլահ զինված պայքար մղում, եւ սխալ չեն լինի մարդիկ, եթե Իրանի ղեկավարությանը մեղադրեն կրոնական պատերազմ հրահրելու մեջ, քանի որ արևմտյան եւ իսլամական քաղաքակրթական հակադրությունը շեշտելը հենց Իրանի իշխանությունների կողմից է արվում։ Եվ երբ այս քաղաքակրթական հակադրությունը շեշտելու ֆոնին էլ մի հատ միջուկային զենք են ուզում ունենալ հեռահար բալիստիկ հրթիռներով, ապա Իրանի կրոնապետությունը հաստատ անմեղ հրեշտակների դերում դժվար է պատկերացնել։ Այս մասին շատ իրանագետներ եւ վերլուծաբաններ չեն խոսում։ ԱՄՆ-ն բնականաբար արևմտյան լիբերալ դեմոկրատիան է տարածում աշխարհում, իսկ Իրանում որոշել են ապրել իսլամական հանրապետության նորմերով եւ չեն ընդունում ԱՄՆ-ի դիկտատը։ Դա հասկանալի է, բայց ամբողջ աշխարհին ու ԱՄՆ-ին մարտահրավեր նետել զինված դիմակայությամբ եւ միջուկային զենք ունենալու սպառնալիքով դա արդեն չափն անցնել է։